անցնող տասնամյակներին որևէ մեկը չէր պատկերացնի, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տարածքը կասպատակեն հարյուրավոր ԱԱԾ-ականներ, որևէ մեկի մտքով չէր անցնի, որ քահանայի ժողովը, որի նախագահողը Միքայել arczepiskopos Հաճապահյանն էր, վաղուց հայտարարված, որ տեղի է ունենալու Մայրաթորում, եւ հենց այդ օրը հարյուրավոր քահանաների մասնակցությամբ ժողովին կարող է ԱԱԾ-ականները գան Միքայել arczepiskoposին բերման ենթարկելու համար, որևէ մեկի մտքով չի անցել, որ անցնող տասնամյակներին կարող է հարյուրավոր ոստիկանների, բարձրաստիճան ոստիկանների, երեկ էլ ներքին գործերի նախարարին անունով եմ ասում, ԱԱԾ-ականների ուղեկցությամբ եպիսկոպոսների տեղաշարժ կարող է լինել, որևէ մեկի մտքով չէր անցնի, որ կարող է ինչ-որ դատավոր մի օրվա մեջ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, սահմանադրություն խախտելով, օրենք խախտելով, բարոյական բոլոր նորմերը խախտելով որոշում կայացնի, վարչական որոշում կայացնի ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինման դեմ։ Եվ բնականաբար հոգևոր գերագույն խորհրդի այդ նիստը ցանկացած մակարդակով եպիսկոպոսատ ժողով, ազգային հոգևոր ժողով կարող է տեղի ունենալ այլ վայրում։ Իդեպ մի բան նորից քաղաքացիական պայմանագրի բրիֆինգին պատասխան։ Վեհարանը այնտեղ է, որտեղ վեհապարն է։ Վեհարանն այնտեղ է, որտեղ վեհապարն է։ Աստված մի արասե, սրանց խելագարության աստիճանը այնպիսին է, որ չես կարող բացառել։ Վեհապարը վաղը հայտնվի ԱԱԾ մեկուսարանում, դա է վեհարանը։ Ինչ վերաբերում է Եզրափ Սրբազանին, սիրելի գործընկերներ, ես առիթ ունեցել եմ շատ հանգամանալից, թղթով, գրիչով, փաստաթղթերով ներկայացնել, որ այսօր փալաց են սարքել ազգային անվտանգության ծառայությունը, կեղծիք են թույլ տվել ամենախայտառակ ձևի, կեղծ փաստաթուղթ են հրապարակել, Civic-ում հրապարակել, ԱԱԾ-ին հարցում եմ անում, ասում ԱԱԾ, այն նամակը, որ Civic-ում ուղարկել ես, մի օրինակը տուր ինձ, ասում չեմ կարա, դիմեք Civic-ին, ասում ԱԱԾ, դու որ ասում ես գաղտնազերծվել են գործակալներ, դու հրապարակում ես իբր մեկը, մնացած գաղտնազերծված գործակալների այդ բլանքները տրամադրի ինձ, տակը գրում եմ, ես տիրապետում եմ գաղտնիության թույլտվությանը, տակը գրում եմ իմ հարցերին պատասխանի կետարկետ, ասում եմ մի հոգուն ես հրապարակել, մյուս գաղտնազերծվածները, գաղտնիները չեմ ասում, տուր ինձ, որպես ազգային ժողովի պատգամավոր, գիտեք ինչ է պատասխանել ԱԱԾ-ն, հղումա տալիս տեղեկատվության ազատության մասին օրենքի 9-րդ կետի վրա, այդ օրենքից դուք շատ եք օգտվում, գործընկերներ, որով ասում է, թե ինչ տեղեկություն կարելի է տալ, ինչ տեղեկություն կարելի է չտալ, այս վիճակի են բերել ազգային անվտանգության ծառայությունը, այսօր աշխատանքային քննարկում ունենք ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ մեր հանձնաժողովում օրենքի նախագիծ են բերել, բայց մեկ էլ ասում ես գնաս, որ ինչ Մեկը մի հատ զանգով, մի հատ հանձնարարությամբ կարող ամենախայտառակ կեղծիքը թույլ տա ԱԱԾ-ը։